Փաշինյանի իշխանությունը փորձում է արգելել ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի մուտքը խորհրդարան։ Սա քաղաքական աբսուրդ է, սա քաղաքական հետապնդում է, սա քաղաքական թատրոն է ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելուն, ազգային ժողովում իր գործունեությանը միջամտելուն։ ԿՀ-ն համաձայնություն է տվել, որ քրեական հետապնդում հարուցվի Կարապետյանի նկատմամբ, սակայն մերժել է նրան անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանքի թույլտվություն տալու դատախազության միջնորդությունը։ Դատախազության կողմից բովանդակային հակափաստարկում չէր ներկայացվել, կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձրել է նշված միջնորդությունը, այսինքն խափաման միջոցի հարց կալանքի կամ տնային կալանքի Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու։ Ուզում եմ բոլոր դեպքերում արձանագրել, որ նախորդող որոշումն էլ մեր գնահատմամբ եւս պետք է վերադարձվեր, որովհետեւ դրա մեխանիզմը չկար։ Նարեկ Կարապետյանին դատախազությունը փորձում է ներքաշել ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսան Ալեքսանյանի աղմկահարույց գործի մեջ։ Ալեքսանյանին մեղադրում են հավաքներին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր փողերի լվացման համար։ Վարդևանյանի պնդմամբ Ալեքսանյանի 1000 էջանոց գործում Նարեկ Կարապետյանի անունն ընդհանրապես չի հիշատակվում։ Միտեղ Նարեկ անուն կա հիշատակված, բայց պարզվում է դա էլ Նարեկ Կարապետյանի մասին չի։ Ցավով եմ ասում, այս ամենը կրկին իրավաբանության հետ կապ չունի, Նարեկ Կարապետյանի նկատմամբ թիրախավորում է, քաղաքական հետապնդում է, իր քաղաքական գործունեությանը միջամտություն է։ Այն, որ Նարեկ Կարապետյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում ըստ Վարդևանյանի, ապացուցում են նաև ԿՀ-ի հակասական որոշումները։ Անկախ համարվող այս կառույցը 2 շաբաթ առաջ դատախազություն էր վերադարձրել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը, հիմնավորմամբ, որ իր իրավասության շրջանակից դուրս է պատգամավորի թեկնածուի դեմ քրեական հետապնդում հարուցելուն կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը։ Հիմա, երբ Կարապետյանն արդեն պատգամավորական մանդատ ունի, միայն օրենսդիրը կարող է պատգամավորի դեմ քրեական գործ հարուցելու եւ նրան անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն տալ։ Նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, նույն անդամներն են հանձնաժողովի, մի քանի շաբաթ առաջ ասում են մենք վերադարձնում ենք, մենք այլևս անելիք չունենք այս հարցի հետ, կգնաք հետագայում ազգային ժողով կամ պայմանական եթե անձը չի էլ հանդիսանալու պատգամավոր, դեռ սահմանափակում չկա էլ, այսինքն ԿՀ դիմելու անհրաժեշտություն չկա, այս հիմքով ԿՀ-ն վերադարձրել է, մի քանի շաբաթ առաջ, հիմա նույն ԿՀ-ն ասում է չէ մի վարքյան, մենք անելիք ունենք, ներման փոփոխությունները որպես կանոն ինչի մասին են հուշում։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների բառերով Նարեկ Կարապետյանի դեմ կատարվողը ցույց է տալիս իշխանության խեղճությունը, սա հաղթածի վարքագիծ չէ, ասում են նրանք։ Ասենք 100-ական մարդիկ են, չէ՞, քպեց ընդրված պատգամավորներ, բայց գլխավորը Նիկոլ Փաշինյանը հո գիտի ինքը խո հիմար չի, չէ՞, ինքը գիտի չէ, որ ինքը պարտվել է այս ընտրություններում։ Ինքը գիտի չէ, որ ինքը ժողովրդի վստահություն չի վայելում ու ինքը իմանալով էր, թե ինքը ոնց է եկել իշխանության։ Այդ ամեն ինչը մի հատ ինքը իր վրա լրիվ պատկերացնում է, այդ պատկերացումները բերում են վախեր, այդ վախերը բերում են այս հանիրավի գործողությունները։ Ընդդիմադիր ուժի անդամները չեն կարծում, թե Կարապետյանին կալանավորելու միջնորդության մերժմամբ ավարտվում է նրա դեմ արշավը։ Ամենահավանական կանխատեսումը նա է, որ առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանին մի խայտառակ, ապօրինի, աբսուրդային մեղադրանքի առաջադրման գործընթաց եւ ավելի նվազ խափաման միջոցի ընտրության գործընթաց, որի հնարավորությունները ունեն։ Կարեն Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։